Տարվա 6 ամիսն այստեղ ծներ է։ Շաղիկը Հայաստանի ամենահյուսիսային գյուղերից է, ջերմաստիճանը երբեմն մինչև -40-ի է հասնում։ Եկան կամայր, ասանք թե հա։ Հա, մնաց 8 կիլոմետր էլի։ Ավտո եղնի կրնակ եշտակ, հա, պեսենք։ Դե ոտով եշտակ։ Ոտով երթանք, եթե ճամփին ավտո պատես, կնստենք ավտոն էլի, վիլիս եկացողնի կամ բան։ Գեյանի հա, այրան չկա։ Բարի ճամփան, փորձանք հասնես։ Ավտոն գալիս է միջև ստեղ, ու մենք հիմա ոտով պետք է գնանք Շաղիկ։ Այստեղից Շաղիկ 8 կիլոմետր է։ Ճանապարհի մի մասը հնարավոր է ամենագնացով անցնել։ Որոշ հատվածներ, որտեղ ձնաբուքը ամենախիստն է, միայն ոտքով կարող ես գնալ։ Գառնարիչ գյուղից 5 կիլոմետր է մնում մինչև Շաղիկ։ Այստեղ մեզ միանում է Չալան։ Բան չկա ստեղ։ Խաղում է։ Ծանոթանալուց ու մեզ հոտոտելուց հետո առաջ ընկած ուղեկցում է, թվում է գիտի ուր ենք գնում։ Այստեղից ճանապարհը անցել է ձյան տակ, տեղ-տեղ հազիվ է երևում։ Այս կետից սկսած նույնիսկ ամենագնացով հնարավոր չէ գյուղ հասնել։ Հասանք գյուղ։ Երևացող տասնյակ տներից միայն 5-ում են մարդիկ բնակվում։ Երիտասարդները լքում են գյուղը, նոր ընտանիքներ չեն ստեղծվում, այստեղ հարց չեն գալիս, կամ էլ պետք է լավ համոզել։ Համոզել է էդի մի հատ գիրք գրելու պատմությունը։ Խապրդելով առե եկել եմ։ Ոնց դուք եկեք հասա, այդ դենց տրանսպորտ չկար, բան չկար, Լեննագանից տաքսով եկանք, ուզեցանք մինչև վերջ գայինք, չստացվավ, ճանապարհ չկար, 40 կիլոմետր ոտքով էս խեղճ աղջկան խապելով, թե հեսա էս գյուղն է, գալում ասում ենք, բա որն է ձեր տունը։ Ասում են մեր տունը այն հաջորդ գյուղն է։ Դենց Էլիսենց ծունը շատ էր տների։ ճանապարհ աբսոլյուտնի չկար, մարտաբոյի ծուն։ Եկանք հասանք ստեղ։ Եկանք ու աքսոր բանք։ Իհարկե շատ հեռու էր, անգամ գյուղի տեղերը չգիտեինք, աննը լսած չունեի։ Արպալեջի ամենավերջի գյուղն է։ Այն կողմ ոչ մի բնակավայր չկա, բան չկա։ Մի կիլոմետր ուղիղ գծով հայ-թուրքական սահմանն է, մի 5 կիլոմետր մի քիչ հյուսիս վրացական սահմանն է։ Տեղ չկա, տուպիկ տեղ է։ Պես այդ քոշեն եկե խցկվեն մնացել ենք, այս հեռել ենք։ Բուկ, բորան, տրանսպորտ չկա, խանութ չկա, մի բան որ պետք է եղնում, չեն կարա օգտվի խանութներից, աշունը գալու պես, ոնց են ասում, մեր 6 ամսվա ամբողջ ծմրան այդ ուդելիկը սնունդը մենք աշունը առնում ենք պարկերով, ոչ կիլոներով, որպեսզի ցայն տակից դուրս գանք։ Աշխատանք չունեն այս գյուղը, անասնապահությամբ են զբաղվում։ Անասունի գլխաքանակը մի քիչ պակասացրել ենք աշունը, մի 32 գլուխ կա, որը ցուլիկներ են, որը մոզիկներ են, որը երինջներ են, որն էլ կտուկով են։ Կտուկով 11 հատ ունենք։ Փոքր մի հատ հիմնարկություն է, որ մարդիկ երազանք ունին մի հատ կով պահեն։ Մենք այդ կանունինք
Չենք դժվարանում, լճահել ենք, աշխատում ենք։ Այնա նայա չարաճջիները ոնց են վազելով կանում։ Արի Մոնիկա։ Արի։ Գելա ամեկը ձեր տեղը, հա, կագնեք։ Արի Թամուշ ջան։ Էսի լոշտագսա, էսի մստոնա, էսի Թամուշսա, էսի Սևուգնա, սրա անունն էլ գաղտնիքա, մենակ ես գիտեմ։ Էստեղից բրձանք, տղերք ջան։ Էսի գել մեկ կողբեկը։ Եթե պետք է անասնապահությամբ չզբաղվես, ուրիշ բան չկա։ Մի փոքր բոստանա, կարտոշկա, բազուկ, դենց բաներ, քալամ, մալամ տնգում ենք, որ էդի գոնե առնովի չլնի։ Մնացած եկամուտը անասունից կա։ Այդպես։ Հա, մրցել ես, հա։ Դուր թատիկը։ Գնա։ Գոմը գնա։ Պայկար։ Ուր էլ ուզում ես գնա լուսնի վրա, գնա այն լավ տեղերը, գնա Դուբայ, աշխատես։ Առաջ լավ էր։ Առաջ շատ լավ էր։ Բնակչությունը շատ էր։ Հետ են պակսավ։ Որ եկել ենք այստեղ 92 թվին, մոտավորապես 20-22 տուն բնակչություն կար, մշտական ապրող, բավականին ժողովուրդ էր։ Երեխեքը խաղում էին, մեծացան, դպրոցները ավարտեցին, տվեցին ինստիտուտ, արդեն էլ ցանկալի չէր գյուղ գալը։ Այս վերջերն էլ արդեն սենց մարդիկ ավելի գերադասեցին երթան, ունեցածները ծախեցին, որը ինչ չէր, անասուններով, բաներով, տներ առան գնացին։ Մնալը անիմաստ էր։ Մնացել ենք 5 տուն։ 5 տուն։ Դպրոցները փակվին։ Մի հատ աշակերտ կա դպրոցը, էդ էլ ավարտականա, վերջի տարին է։ Այդպես է մեր փոքրիկ գյուղի պատմությունը։ Երկար պլանավորեք այս գյուղում։ Մենք էլ ենք երասում ենք, որ մեր ցուլիկներին ու մեր անասուններին ծախենք, մենք էլ երթանք։ Գյուղի միակ աշակերտը այս տարի կավարտի, դպրոցը կփակվի։ 5 ընտանիքներից 2-ը շուտով լքելու են գյուղը։ Շաղիկն էլ կդառնա Հայաստանի հերթական լքված բնակավայրը կամ արոտատեղի, որտեղ տարվա տաք ամիսներին մարդիկ անասուններին բերում են արածեցնելու։